Արտյոմի մասին շատ բան կա պատմելու, բառերը ուղղակի քիչ են, ընկերասեր, այդ փոքր տարիքում շատ ընկերասեր, որ ամբողջ պատերազմի ընթացքում ինքը իր ընկերների կողմից հեռու չի գնացել, մինչև հոկտեմբերի 15-ը պայքարել է իր ընկերների համար, որպեսզի օգնի ընկերներին։ Որպես բուժակ է ծառայել։ Բուժակ, բայց արդեն իրան բժիշկ էին ասում, որպես բժիշկ, կանչում էին բժիշկ, դոկտոր, միայն լավ բաներ էր պատմում, ոգևորված, չգիտեմ, հոկտեմբերի 15-ին Իշխանաձորում իր 6 ընկերների հետ ինքը անօդաչուի հարվածից զոհվել է։ Պատերազմից 5 տարի է արդեն անցել, այսօր 5-րդ տարելիցն է, հասկանում եմ, որ ցավը չի մեղմվելու, բայց ինչպես է հնարավոր կյանքը շարունակել։ Կյանքը շարունակվում է, բայց ցավը այդ մեր մեջ է, ցավը մեր սրտում է, չգիտեմ, երևի մենակ այդ ցավը տեսած Աստված ոչ անի, որ մեկը տենա, բայց իրոքը տենց է, ցավը ով տեսել է, այն կզգա, այդ ցավը ինչ ինքը զգում է էլ իր հոգում, ցավը երբեք չգիտեմ, ոնց անբացատրելի է, ոնց կլինի, միջև մահ այդ ցավը սենց տանջվելով, տառապելով կգնա։ Այն տարածքը, որի համար զոհվեցին տղաները, հիմա այլևս մերը չէ, ինչ կա։ Չգիտեմ, միգուցե իրանք տեսնում են, չգիտեմ, ասում են տեսնում են, այդքան պայքարելուց հետո ես ուղղակի չգիտեմ էլի, գոնե նենց հիմա պիտի ապրենք, որ իրանք, չգիտեմ, հպարտանա, չգիտեմ։